Չէ, ոչ մի ոստիկան։ Ոչ մի ոստիկան ստեղ չի մտնում։ Ոչ մի ոստիկան ստեղ չի մնում։ Ոչ մի ոստիկան ստեղ չի մնում։ Ոստիկանն է դուրս եկած։ Հրամադրություն։ Լավ, լավ։ Ապրես։ Արա ժողովուրդ դուրս գնու։ Դասումանա դիկանին ասի, արո, մատաղինի, տիչի բրա։ Մզնե հետ, պիտի մատքուրինին դո։ Գուվերոսի մզղապի շանտղանա։ Всё, վեշ միններ ստեղ չինա։ Վեշ միններ ստեղ չինա։ Միլիցա չինա։ Արո, մանդարին խնդրով դեր։ Խաթելը մստարավը։ Нет, Ալո, нет, մի հունց եկա, դրանք հունց մզնետան զրիցավ, մունկուրանցներ պիտի զրիցավ։ Всё, դուսում կյամ մզնետ, ուվեր ոսում ակյա, երկի կարաչ ես կալուսների մոտ։ Գարսեք եկեք, չեք կալ։ Սևակ։ Տիգրան։ Իմ աչկալի սրալի է։ Ոչ մեկ չեմ Ստոպ։ Սևակ ուր ես։ Ինտերնետ կապի հետ կապված, դուք ունեք ինտերնետ կապ։ Չէ։ Ուրեմն ոչ մի բան չի ընտանալու, մինչև այդ ինտերնետ կապը չլինի։ Մինչև այդ ինտերնետ կապը չլինի, մինչև դուք ուղիղ եթեր չապահովեք, մինչև այս կեղտերը իրանց կեղտոտությունները չմաքրեն։ Իմ ժողովուրդը մեռնեմ իրանց, մենք ժողովուրդը հետ խնդիր չունենք։ Այսինքն նախնական պայմանավորվածությունը։ Այո, մենք պայմանավորենք պետք է լինի։ Մենք պետք է լինի մեր ուղիղ կապ, ուղիղ միացում։ Մեր պայմանավորությունը բանով խախտվել է, հիմա պետք է նորից պայմանավորվել։ Խախտվել է, որովհետև կապ չկար։ Խախտվել է, որովհետև լրագրողների սպասեցրել են, ժամերով սպասեցրել են, քարտերը հանել են, ասել են, որ դուք երկու հոգուց ավել չեք կարող մտնել։ Ինչ սահմանափակում է 100 լրագրող թե 112 լրագրող, որն է տարբերությունը։ Էդի սահմանափակումներ, ով է այդ իրավունքը տվել ԱԱԾ-ին, արտակարգ ռեժիմ է հայտարարված, ոչ, արտակարգ ռեժիմով այդպիսի պայմաններ նախատեսված են, ոչ, սրանք ինչ կամայականություններ են, այս ռեժիմը պետք է ոչնչացվի, վերջ։ Բաց թողել բոլոր խաղ բանդակյալներն անխտիր, բոլոր այն մարդկանց ում հավաքել են հանրահավաքներին, ում իրավունքները ոտնահարվել է, բոլոր նրանց ում իրանք քարկոծել են, իրանք մեր թշնամիները։ Ես հային չեմ կարող ասեմ թշնամի, դուր կա նա, ով հանգարց հայի վրա ձև կա բարձրացրել։ Ինչու պատանցին ազատացած։ Որովհետև մենք մարդասիրությունից դուրս գալով, մենք պատանտների խնդիր չենք ունեցել։ Բարև ձեզ, հարգելի լրագրողներ, շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք, մինչ ընդհանուր իրավիճակի նկարագրին վերլուծությանը անցնելը ես մի քանի տեղեկություններ կհաղորդեմ ձեզ, որից հետո նոր կասնենք ու թեմային։ Ուրեմն սկսեցին մինչ մեր ասուլիսը շրջանառվել ստահոդ տեղեկություններ, բացարձակ կեղծիք, հասկանալի է թե որտեղից այդ կեղծիքը գալիս, ռեժիմը իրեն ենթակա լրատվամիջոցների միջոցով տարածեց տեղեկատվություն, իբրև թե սահմանադրական տպավորումը ասուլիսը սկսելու է Սերժիկի բանդային ենթարկվելու, հնազանդվելու և զենք վայր դնելու հայտարարությամբ։ Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել, զենք ենք վերցրել այդ բանդայից մեր երկիրը ազատագրելու առաքելությամբ։ Այդ առաքելությունը ենթադրում է մեր առաջին քայլը և մեր ժողովրդի ընդվզումը, որը դանդաղորեն դժվարությունները պայմանավորված են, այս դանդաղությունը դժվարությունները պայմանավորված են մի շարք գործոններով, դրանց հետագայում կանդրադառնամ, բայց կարծես թե անշեղորեն աճման պայման են։ Վանոյանին մենք չգիտենք ինչ հանգամանք, համենայն դեպս ինքը մինչև իր վերջի փամփուշտը կրակել է, մենք բոլորս գոռում ենք, աղբերներ մեռնեմ ձեզ, մի կրակեք, մենք չենք կրակում։ Մեր վրա կրակոցներ ա, ինքը մինչև իր վերջի փամփուշտը, ինքը երևի, ես չեմ կասկածում, ինքը լավ տղա է, մենք ցավակցում ենք, խորապես վշտակցում ենք, մենք երբեք մարդու վրա զենք չենք, իրանց ընկերները մեր մոտ են եղել, իրանք 10 են։
Մենք զենք մարդու վրա չենք պայել։ Իրանք կրակել են մեր տղեկից երկու հոգու վիրավորել են։ Ինչ է կարծում, այդ մարդուն վիրավորելու, ասենք այդ մարդը վիրավոր մենք քաշենք, այսօր այդ վիրավորի անունից ասում են այդ մարդն ասպա։ Մենք չգիտենք, մենք չենք սպանում։ Կարաև իրանց ընկերները էլի նույն ձևի խոճապի մատնված իրար վրա կրակացել։ Այսօր մեր ընկերոջ անունն են տալիս, ասում են դա։ Դες բան գոյություն չունի, մենք մարդու վրա չենք կրակել։ Մենք կրակել ենք սեֆի դռների վրա, զինանոցի պայեսների վրա, որ բացենք։ Մեզի հետ ա եղել, մենք մարդկային խնդիր չենք ունեցել։ Վերջին երկու պատաններն ինչ պայմաններով եք բացել։ Այ մարդ մեր պայմանը հետ չի եղել, ցավը տա, մեր պայմանը եղել է մարդասիրական, մենք ուզում ենք մեզի բլոկադային հետարգել, լրիվ այս կապի միջոցներ, մեր հեռախոսա կաբերն են անջատել, մենք մինչև վերջ է դացող ենք։ Մենք խնդիր չունենք, ինչ որ մեկի ողորմելի, ինչ որ մեկի վերել են վրեքս տեխնիկա են հանում։ Իրանք գիտեն, մենք իրանցպես թափտպուկներ ենք, պետք է կանենք նայենք այդ տեխնիկան իրանց նման ողորմելի թափտպուկները գիտեն, թե մենք իրանց նման ողորմելի ենք։ Պարոն Խանդյան, Սերժ Սարգսյանը ձեզ առաջարկել է զենքերը վայր դնել։ Մեզի ոչ մեկ բարոյական իրավունք չունի ձերքեր զենք վայր դնելու մասին խոսի, բացարձակ, եթե ինչ որ մեկը կփորձի անգամ այդպես փորձ անի, ինքը խալատ է։ Ինքը կեղդերից կեղ դնա, իմ ընկերը կլնի, իմ երեխեն կլնի, իմ աղբերը կլնի, իմ քուրը կլնի։ Ամենատագանք ստորն է, եթե ինքը չի ուզում պայքարի էս իմ մակրության, իմ ազգի փրկության համար, եթե իմ ազգը կործանվում այսօր, եթե կեղդերի նման մարդկանց համար 800 հեկտար անպետք հողեր են, ես թկած ունեմ այդ մարդկանց, այդ կեղդնով է, որ ինձ ասի զենքը դիրծած, այդ ողորմելինով է ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, դրանք ինձի զենք չեն տվել, թե իմ 19 տարեկան ժամանակ, թե իմ այսօրվա 46 տարեկան ժամանակ։ Չէ, Վալուի հետ հարցերը։ Սա հարցերը Վալուի։ А именно полицейский сейчас. Կարամ ես էլ կամ։ Видела у них повязки? Помогу. Назад, ребят. Все, Ребят, уходим. назад. Назад, ребят. Վախիտ ու չէ։ Խաղը տա։ Բերեք ուրեմն հենց հիմա պետք է բերեք, եթե հենց հիմա պետք է թույլ չտալ չկա։ Ոչ մի բան, իրանք բարոյական իրավունք չունեն, ձեր հետ պետք բան։ Մենք թույլ չենք տա, մեր հետ խաբելով խոսա։ Բարելա բերինցս, պետք է ճիշտ ներնի։ Մենք սուկա չենք, մենք այդ սուկա լեզվով ենք խոսալու։ Մի քիչ անցեք են կոմել, հա։ Մեր հետ թող ոչ մեկ չխաբի մեզի։ Եթե ոչ սենց կլնի։ Ազգային սեփականությունը։ Հարգարժան։ Բայց ֆոտո կանես, էլի վիդեո կանես։ Այս դիմակներով եք եղել։ Չէ, էսի լա, բաներին գնա, հրեշտակներին նա։ Հա։ Կհատի ինչ ենք դիզվարելի ցել մեջը։ Որ այր ենք։ Դիզվարելի կնկլեցել մեջը, բենզինը պատրաստ պահում ենք ու զգուշացել ենք ոստիկանությանը։ Եթե մի դուբին կա, ժողովրդին կպահնդեղ, մենք կապի մեջ ենք։ Վարելու ենք այս շքետ ավտոմեքենան։ Այս ավտոմեքենա։ Այո, մտերը պայթեցնելու ենք։ Ժողովրդին չկպնեմ։ Վովա Գասպարյանը, Ծեյա Սերժիկա, Սաշիկա, չգիտեմ ես դոդալետիկական սաղես բան կա։ Ժողովրդին չկպնեմ։ Սատկացնելու ենք։ Զգուշացրեք Հարգարժան Փաշինյանին, որ ինչքան դիվիկ դեն շահի այս օրերին, այնքան իր համար ավելի վատ ալնելու։ Ժամանակն է սթափ որոշում ընդունի։ Քանի ուշ չի։ Եթե մենք ունենայինք ուժային համակարգ, եթե մենք ունենայինք իրավապահ համակարգ, եթե մենք ունենայինք նորմալ աշխատող հատուկ ծառայություններ, 100-ից ավելի մարդ մոտ 1 ամիս ժամանակ ներգրավված լինելով այսպիսի օպերացիա կազմակերպելու գործի մեջ,
Դա ինչպես եք պատկերացնում, որ կարող էր այսօրվա թվային տեխնոլոգիաների, կամերաների, լսող սարքերի դարաշրջանում չհայտնաբերվել, որևէ մեկը չֆիքսվեր, որևէ ինֆորմացիա դուրս չգար եւ այլն եւ այլն։ Սա մի ապացույց է, որ մենք չունենք հատուկ ծառայություններ, որ մենք չունենք իրավապահպան համակարգ, որ մենք չունենք պետություն։ Ընդհանրապես կա բանդա, ընդհանրապես կան ձրիակերներից բաղկացած ուղակի ոստիկանական ստորաբաժանումներ, ովքեր ուղակի իրենց քանակությամբ եւ ֆիզիկական ուժով ճնշում են ժողովրդին։ Քաղց ես չեմ զգում։ Բայց քանի օր եք առանց սնունդի մնացել, որ ձեզ ընդհանրապես սնունդ չեք մնացել։ Ես կասեի դրա մասին չեմ մտածել, որովհետև այստեղ այն տեսակ տղաներ են, մեկը մյուսին հոգով սնում են։ Շշմելու բան է։ Մեր փորձը ինչքան էլ հարուստ լիներ, միևնույն է, մինիմալ եւ մաքսիմալ զոհեր պիտի լինեին։ Իհարկե մենք արել ենք ամեն բան, նույնիսկ այս զոհին մենք 10 անգամ խնդրել ենք մի կրակիր, կանգնիր, բայց ինքը մինչև վերջին փամփուշտը կրակեց, մեզ էլ վիրավոր պատճառեց, մեր տղաներից մեկը վիրավորվեց։ Դե փոխհրաձգության արդյունքում մթության մեջ բնականաբար պիտի լիներ, որից հետո ոստիկանությունը երկրորդ սխալը կատարեց, բետերը մտցրեց դաշտ, կրակահերթ բացեց, որի արդյունքում մենք վիրավոր տվեցինք եւ կանգնած են ոստիկանության բացասության սպանել քիչ էր մնում նաև նրանցից զոհվիներ, երբ կան վիրավոր։ Մենք ինքներս ենք շատ ցավում եւ պատվով, մենք էլ պատվով համազարկ տվեցինք, քանի որ նա սպա էր եւ իմ տեղեկություններով կարգին սպա, ցավում ենք եւ ընտանիքին ենք ցավում եւ որ բնականաբար այլ չար չկար, որտեղ սա ծառայում էր, այս գունդը ծառայում էր որպես բութ գործիք այս չարիքի իշխանությանը։ Այլ ընտրանք դուք թողել եք մեզ կամ կար մեզ, իսկ այսօր Գասպարյան Վովան սպառում է թե շտուրմով կվերցնեմ։ Ես շատ կերազեի շտուրմը տեսնել, բայց ցավում եմ։ Խնդրում եմ ծնողներին, ոստիկանների եւ ծնողներին նույնպես։ Դրանք իմ երեխաներն են, նրանք կապում են իմ ձեռքերն ու ոտքերը։ Եթե նրանք չլինեն, այսինքն ձեռքս չի գնում նրանց վրա։ Ես չեմ կարող նրանց վրա գնդակ ալցակ։ Եթե նրանք չլինեն, իսկ այս ժամվա մեջ հաղթանակը կդնեմ սկիթերի վրա, Արցախում։ Ես մենակ ինքս։ Ժողովուրդը բնականաբար պետք է ինքնակազմակերպի հաղթանակը իրենն է, որպեսզի ինչ-որ անհատներ չսեփականաշնորեն, ինչ-որ կուսակցություններ չսեփականաշնորեն։ Ամեն ոք պետք է հաղթանակի տեր տար, մասնակիցը պիտի լինի։ Եթե մեկը փորձի հետ այսօր ժողովրդի վրա ձեռք բարձրացնել, սա լինելու է արդեն առանց հետել մենք շատ մեր կոկորտները չեր գնում, տղաները լաց են լինում։ Ես դժվարությամբ եմ զսպում նրանց զայրույթը։ Թող Տարածքում քաղաքացիներ մնացել են եւ ինչպես է հարաբերությունները։ Շատ լավ հարևաններ ունեն։ Օգնում են ձեզ ինչ-որ առումով։ Պեսոկ ջուր։ Դրա կարիքը չունենք, մենք չենք եկել մարդկանց ներողություն տալ։ Ճիշտ է նաև, որ ձեր վիրավորի Թաթուլի ծնողները տեղյակ չեն եղել ինքը։ Որ մեկը պիտի տեղյակ լիներ, ինչու պիտի տեղյակ լիներ։ Բայց հիմա ինքը այսօր կես մարդ է դարձել ու նրա ծնողները փաստորեն տեղյակ։ Մենք կարող ենք ընդհանրապես դիակ դառնալ, աղջիկս հաղթանակը այդպեսի բան է։ Շնորհակալ եմ։ Ձեզ Մենք կշփվենք։ Մենք շատ ենք սիրում։ եթեր անանալու դեմ կլինեք ու Հետո եթեր այլ պարմանություն։ Միջև մախոսն եք առանց Ախորպես։ Նազարը պատրաստ գնացողը չի։ Չեմ կարող անցնել։ Մեր կյանքերը պետք չի, որ իրանք առաջին իրաց կյանքերը պահպանեն նորմալ, մենք մեզ դեպք կան։ Այն գտից անցանեսկո, սա սրանց է լինեն։ Հասցրեք էլի մեր խոսքը ժողովուրդ։ Եկեք մեր կռազնա։ Մարտիրոսյան հետևը բայեք էլի։ Ինձանից ինչ գող։ Հիմա ինձանից ինչ անցագործ կամ
Մենք ավազակապում կամ էլ տերորիստ հայեր են ոնց են ասում։ Ահաբեկի։ Եթե ես դուրս եմ եկել եմ ժողովրդի շահերը պաշտպանելու, այդպես ահաբեկի չարը։ Թե իմ տեսքը, իմ տարիքը հուշում է ինչ-որ մի բան, որ ես ահաբեկի չարը։ Դուք ասում եք, որ ովքեր ուզում են թողան մեզ միանան, բայց կան մարդիկ, ովքեր ցանկանում են, բայց չեն կարող գալ։ Ջերկեն, բենզինի շշերով, քարերով, մանցիրով եկող հայերը լավ կռվել գիտեն։ Չնստեն լոկո պատերի տակ, խոսան բենզինի շիշը վերցեն, տան իր ճանապարհը փակողի գլխին։ Հարգելի ոստիկանները թող ճանապարհը բացեն։ Ինքնակազմակերպում։ Ոչ մեկ ոչ ոչխարա, ոչ բառանա, ոչ Մենք այստեղ ենք, քաոս չի կարող լինի։ Վերջապես պիտի ազատվենք ինչ-որ անունների։ Ազատվելա պետք երեխեք։ Երիքա ինչ-որ անունից կարճ է։ Ձեզ ինչպես ներկայացնենք։ Աշոտ Պետրոսյան։ Նկարիչ Աշոտ։ Ինչու որոշեցիք միանալ այս շարժմանը բան։ Որովհետև իմ զենքը վրձինը չէ, երբ որ տառապում եմ իր ժողովուրդը։ Այսինքն իշխանությունները հասցրին նրան, որ վրձինով չկարողացավ պայքարել, թե ինչն էր պատճառը, որ վրձինը այլևս չկարողացավ զենքի։ Նաև դուք։ Ոչ միայն իշխանությունը, նաև դուք։ Ինչպես մենք նպաստեցինք։ Ձեր մեդիաները, ձեր սուտ հեռուստատեսությունները, Սուտը կեղծիքը, սերիալական իրերը այստեղից դուրս է գալու ու փոխվելու է լիքը խոսք, միտք։ Դա քաղաքական զիբլանոց է։ Ես ազգային ժողովի падգամավորներին լավ բաներ ունեմ ստեղ պատրաստած։ Եթե ունեն համարձակություն թող գան, որովհետև իրանք պարլամենտում նստած կոճակ են։ Իրանք դեպուտատներ չեն։ Բացառություն Զարուհի Փոստանջյան, այնտեղ դեպուտատ չկա։ Կոճակներ են նրանք։ Նիկոլ Փաշինյանն էր նկատի։ Նույնը։ Նիկոլ Փաշինյան, Մաշինյան, դրանք բրծած մարդիկ են։ Այս մեր քաղաքական կյանքում։ Թողեթան իրանց Ինքը կոճակներից տարբերվում է նրանով, որ չափսերով մեծանում, փոքրանում։ Ինքը ասում է 6000 մարդ եմ հավաքեմ, գլադիատոր եմ հավաքելու, էթալու եմ ընտրություն կրեմ, թե դա իր խաղերը խաղա։ Եթե Ջիրար Սեֆիլյանը ընտրի խաղաղ եւ ոչ թե ուժի տարբերակ, Ջիրար Սեֆիլյանը ոնց ասին հենց կլնի։ Բացառություն Ջիրար Սեֆիլյանը ոնց ասին հենց կլնի։ Եթե հենց հիմա ասի զենքը թիր ու քեզի տանում են 15 տարի ազգային անվտանգություն, պատրաստ եմ հենց հիմա զենքս տնեմ։ Միայն ու միայն Ջիրար Սեֆիլյանը, ուրիշ ոչ մեկ։ Դուք նույնպես։ Այո։ Դուք նույնպես։ Բոլորս։ Մեկը որ ուրիշ կարծիքի։ Ես Սիսյանից եմ, ստե Հայաստանում չեմ ապրում։ Բարսելոնայից եմ եկել այս գործողությունն իրականացնելու համար։ Բարսելոնայից։ Այո։ Երբ եք ներողս։ Ապրիլի 24-ին ընթառաջ 100-ամյակն առանց ռեժիմի շարժումը որ գլխատեցին, այդ օրերին եմ եկել մինչև այսօր կանգնած եմ Ժիրայր Սեֆիլյանի ու իմ ընկերների կողքը։ Բարսելոնայից ինչ եք անում։ Մասաժ։ Հա, մասաժիստ եմ։ Լավ է։ Դե ինչ արած, ստիպեցին, ամեն ինչ արեցին, որ մենք բոլոր քաղաքակիրթ օրենքով սահմանված մեր իրավունքները փորձեցինք իրականացնել, բայց ապարդյուն չստացվեց։ Եթե հիշում եք, մեր մեքենաները հիմնադիր խորհրդարանի այրեցին, Գևորգ Սաֆարյանին հարձակվեցին, ծեծեցին, Բերձորում ջարդ կազմակերպեցին եւ Սերժիկ Սարգսյանը այդպես էլ չարձագանքեց, մոտ 100 քաղաքացի Հայաստանի ծեծվեցին եւ նախագահ Կոչեցյալը այդպես էլ չարձագանքեց։ Երբ որ մարդու իրավունքները չեն պաշտպանում իշխանությունները, ապա քաղաքացին ստիպված եւ իրավունքը դա ունի, ինքը իր շահերը եւ իր արժանապատվությունը պարտավոր է պաշտպանի։ Հիմա կոնկրետ իմ պարագայում տեսնում եք, տարիներ շարունակ իմ բնակարանը ուզում են ինձ ձեռքից խլեն։ Հիմա արդեն ներ են խուժել։ Երևի գիտեք, որ ոչինչ չեն գտել այնտեղ։ Ձեր արևանները շոկ էին անհանգստանում։ Հա, պարզ է։ Դե չգիտեմ, մեզ ոչինչ չէր մնում։ Հիմա մենք հույս ունենք, որ ինչ-որ մի բան կփոխվի։ Մենք պատրաստ ենք մեր կյանքը զոհաբերել եւ ամենամեծ խնդրանքը, որ ոստիկանները չզոհաբերեն իրենց կյանքը, որովհետեւ մենք զոհաբերելու ենք հանուն ապագայի, հանուն հայրենիքի, հանուն ազատության, իսկ իրենք զոհաբերելու են հանուն տականքի, հանուն Սերժիկի եւ նրա ոհմակի, որոնք թալանում են, հարստահարում են տարիներ շարունակ։ Ես ուզում եմ փոխանցել իմ ասեցիք հարևաններին, իմ ընկերներին, իմ բարեկամներին, ընդհանրապես մեր հայ ժողովրդին, որ ասում էին հնարավոր չի։ Տեսակ որ հնարավոր է։ Մենք հազարներ չենք,
ընդամենը մի 100 մարդով աստորեն հնարավոր է բավականին լուրջ գործեր անել։ Իսկ մեր ամբողջ երկիրը դժգոհ է այս դավաճաններից։ Եվ ես կուզենայի, որ նրանք ընդամենը չվախենան, վախենալու բան չկա։ Մենք կռվելու ենք մինչև վերջ եւ հույս ունեմ, որ ժողովուրդը մեզ կմիանա։ Եթե ժողովուրդը մեզ միանա, մենք կհաղթենք։ Ակցիան կատարել են, ես կարծում եմ, որ տղաները իրենց առաջի փուլ ակցիան կատարել են գերազանց, ըստ իրենց, ես տավ եմ գնահատական տալ, իհարկե չի կարելի այսպիսի ակցիաների իրականացնել, դա բոլորս պետք է դատապարտեն, մարդիկ կան, որ մտածել են ճանապարհ։ Դուք կիսում եք պահանջը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտություն այսօր Հայաստանում կա։ Դուք համաձայն եք այդ պահանջին։ Եվ Ժիրայր Սեֆիլյանը եւ այդ տղաները, որոնք գտնվում են մեր կողքին, նրանք մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի։ Բայց կան մարդիկ, որոնք գտնվում են, կարող եմ ասել պաշտոնական, որ քիչ առաջ կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիլյանը ասեց հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այսինքն ես ճիշտ հասկացա, կներեք հստակեցնեք, Սասնա ծռեր խմբի անդամների մեջ կան մարդիկ, որոնք այլևս չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Մեծամասնությունը պահանջում ավանդարգյալների ազատ արձակում միանշանակ, մեծամասնությունը պահանջում է այս օրերին, դեպքի օրերին, ինչ որ մարդիկ են ձերբակալվել բարբեր, չգիտեմ ինչ որ մեկը որպես օժանդակով, նախկին նախախորհրդարանի անդամ եւ այդ ձերբակալությունները չշարունակեն եւ նրանց ում ձերբակալել են, այսինքն չեն կատարել այնպիսի անձանք, որոնք թեորեն հետապնդելի է կամ ծանր մարմնական վնասվածքներ չեն հասցրել, այդ մարդկանցը ուսում տան։ Այսինքն եթե իրենք ազատ արձակվեն, իրանք կթողնեն այդ դիրքը։ Դա առաջարկությունն է այդ զինված տղան։ Այսինքն ովքեր են այդ տարբերակի կողմնակից։ Սասնա ծռեր խմբից կոնկրետ ովքեր են ձեզ նման բանը, որովհետև Պարլիկ Մանուկյանը վարժան Ավետիսյանն այլ բան են ասում։ Ցանկալիքն դուք ամենքը ազատ է, բայց ես ձեզ կառաջարկեի, որպես ձեր անվտանգության հարցը, որպես ձեզ բոլորին օրդորում եմ, խնդրում եմ, այս գծից ձախ որևէ մեկը չգնա, որտեղ ես անձամբ եմ այս տեղանքը համաձայնեցնելով իրապահովարների հետ եւ իշխանության առաջին դեմքեր եւ տղաների հետ տարածքը ընտրել եմ ես։ Եվ որևէ մեկը իրավունք չունի այս տարածքից դուրս գալ։ Որպես շարքային Կարիք չկա որ դուք այդ մասին տեղեկացնեք Վիտալի հրաժարականը Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում։ Պարոն Բալասանյանը նոր բոլոր լրատվամիջոցների ներկայությամբ ուղիղ հեռարձակմամբ հակառակ պնդումներ անում։ Այդ պարագայում նրա միջնորդությունը ինչպես կազդի բանակցությունների վրա, երբ նա իրական ձեր պահանջը չգիտի։ Պարոն Բալասանյանը դեռ չի կողմնորոշվի, կարծում եմ ինքը շուտով կկողմնորոշվի եւ զինված կմիանա մեզ։ Բայց դա հետո ասած որ դուք պիտի զենքերը վայր դնեք։ Չի կողմնորոշվել, չի կողմնորոշվել։ Մեր անունից իրավունք չունի պարոն Բալասանյանը ինչ որ բաներ ասի։ Ինքը կողմնորոշման ուղու մեջ է, չի կողմնորոշվում։ Ասա այդ բաները դադարացնեք։ Պավլիկ, ստին պայմանա, հատե հասկացինք դեմ նա 10 թոհանգիս։ Լավն է արում, բրացո, ես ազատ հայ։ Չոս տեղ, ես տեղի չեն կոմ, իսկ ուզեմ